Хорошо, вчера мы обсуждали, как Мартин Лютер стал еретиком официально, Շատավ մենք երեք քննարկեցինք, թե ինչպես Մարտին Լյութերը դարձավ պաշտոնապես հերետիկոս, что реакция католической церкви на него была не сразу его объявить еретиком. եւ նաեւ տեսանք, որ կաթոլիկ եկեղեցու արձագանքը իրեն միանգամից չեղավ, այսինքն իրեն միանգամից հերետիկոս չհայտարարեցին։ А, Сначала они хотели уничтожить его репутацию, чтобы его идеи ушли. Սկզբից իրենք փորձում էին ուղակի իր համբավը ոչնչացնել, որ իր գաղափարներն էլ ոչնչանան։ И для этого была серия дебатов, на которых должны были уничтожить идеи Лютера. Դրա համար կազմակերպվեցին մի քանի շարք բանավեճեր, որտեղ փորձում էին ոչնչացնել Լյութերի գաղափարները։ Эти дебаты заставляют Лютера очень интенсивно готовиться. Եվ այդ բանավեճերը ստիպում են Լյութերին շատ լուրջ պատրաստություն տեսնել։ И повторять свой материал, и повторять Писание и отцов церкви. Կրկնել իր նյութերը, կրկնել Սուրբ Գիրքը, եկեղեցու հայրերին, И с каждыми дебатами он набирает уверенности. եւ ամեն բանավեճից հետո իր վստահությունը ավելի է աճում։ Также он набирает популярности. Նույնպես նրա ճանաչելիությունն է հասարակության շրջանում աճում, Потому что заметки с дебатов перепечатывают и обсуждают. որտեղ այդ նշումները բանավեճերից բանավեճերը նշումներում գրվում էին եւ հետո տպվում եւ քննարկվում էին հասարակության կողմից։ И Папа Римский оказывается в такой ситуации, что он вынужден применить уже насилие. Եվ արդեն Հռոմի Պապը կանգնեց այն իրավիճակում, որ արդեն ստիպված էր ուժ կիրառել։ Но на тот момент учение об индульгенциях даже не было официальным. Բայց այդ պահին անգամ պաշտոնատանել չէր այդ ուսմունքը ինդուլգենցիաների հետ կապված։ И сначала он делает его официальным в 1918 году, через год после 95 тезисов. Տիշի 500 В 18 году. ահա եւ 1518 թվականին 95 թեզիսների գրելուց հետո նա արդեն այդ ինդուլգենցիայի մասին ուսմունքը դարձնում է պաշտոնական։ И только потом объявляет его еретиком. Եվ դրանից հետո միայն իրեն անվանում է հերետիկոս, հայտարարում է Լյութերին հերետիկոս։ И он думает, что его император сразу отправит в Рим. Եվ նրան թվում է, որ իր կայսրը միանգամից իրեն կուղարկի Հռոմ արդեն։ Но электор Саксонии, кюрфюрст Саксонии, Фридрих Мудрый защищал его. Բայց այդ ընտրողներից մեկը, 7 ընտրողներից մեկը էլեկտորը Սաքսոնիայի Ֆրիդրիխ Իմաստունը պաշտպանում է իրեն։ И сам император Карл V, он был очень молодой. Հենց ինքը կայսրը Կարլոս 5-րդը շատ երիտասարդ էր բավականին, Он был совершенно неопытный. անփորձ էր, բացարձակ И он был неуверенный в себе. եւ անինքնավստահ էր։ И второе, что он еще боялся утратить популярность среди немцев. Եվ նաև այդ ամենին գումարած նա վախենում էր գերմանացիների մեջ իր վստահությունը կորցնել։ Он видел, что здесь началась такая небольшая национальное соперничество. Նա տեսնում էր, որ այս ամենի մեջ գլուխը բարձրացրել այսպես ասած փոքրիկ ազգային մրցակցություն։ Немцы против итальянцев. Գերմանացիներն ընդդեմ իտալացիների։ И что немцы своего Лютера очень-очень любят. Եվ այն, որ գերմանացիները իրենց Լյութերին շատ են սիրում։ И он знает, что если он просто возьмет его и схватит, то будет очень много недовольных. Եվ նա գիտի, որ եթե ուղակի ձեռք դնի նրա վրա եւ նրան փորձի բռնել, բոլորը շատ մեծ դժգոհություն կհայտնեն։ Поэтому он решил его арестовать. Դրա համար ինքը որոշում կայացնում է իրեն ձերբակալելու համար, но он не знает, как это сделать так, чтобы никто не обиделся. բայց չի հասկանում ես դա անի, թե որ ոչ ոք չնեղանա։
То есть это должно быть сделано осторожно. Այսինքն նա գիտակցում է, որ դա պետք է անել շատ զգուշ։ Да. И в этот период идет очень интенсивное формирование самого Лютера. Եվ այդ ժամանակահատվածում գնում է շատ ուժեղ կազմավորում հենց իր Լյութերի, այսինքն Լյութերի անձիկ այդ կազմավորումն է տեղի ունենում։ Да. И реформация уже на самом деле идет полным ходом. Եվ իրականում բարեկարգությունը իր ամբողջ թափով արդեն շարժվում է առաջ։ Уже есть люди, которые начинают радикальную реформацию. Արդեն կան մարդիկ, որ սկսում են ծայրահեղ բարեկարգությունը։ То есть нужно понять, что Лютер не хотел делить церковь. Այսինքն կարևոր է հասկանալ, որ Լյութերը չէր уզում եկեղեցին կիսել։ Он не хотел начинать какое-то новое движение. Ինքը չէր ուզում նոր շարժում սկսել։ Он знал, что церковь ошибается, Նա գիտեր, որ եկեղեցին սխալվում է, и он надеялся, что если обсудить это, то церковь исправится сама. եւ մտածում էր, որ եթե քննարկության դրվի այդ հարցը կամ այդ հարցերը, այդպիսով եկեղեցին ինքը իրեն կարող է ուղղել։ И он в этих иллюзиях остается 4 года. Եվ ինքը այդ պատրանքների մեջ ապրում է եւ մնում է 4 տարի։ Он даже не верит, что Папа Римский часть этой проблемы. Նա անգամ չի հավատում, որ Հռոմի Պապը այդ խնդրի մի մասն է կազմում։ Пока папа не присылает ему письмо, что он проклят. Մինչև այն պահը, երբ Պապը կուղարկի իրեն նամակ, որ ինքը անիծված է։ Другие же люди таких иллюзий не испытывают. Իսկ այլ մարդիկ մնացածը այդպիսի պատրանքներով չեն տառապում։ И они начинают как бы начало нового века, начало нового поворота истории. Եվ նրանք միանգամից սկսում են պատմության նոր շրջադարձը։ Люди считают, что наступил конец света. Մարդիկ համարում են, որ եկել է աշխարհի վերջը։ Потому что они читают Откровение. Որտեղ կարծում են հայտնությունը, Հովանու հայտնությունը, и они видят, как Антихрист управляет всей системой мира. Եվ տեսնում են, թե ինչպես է հակաքրիստոսը կառավարում աշխարհի համակարգը։ И как деньги Антихриста и власть Антихриста держат все в своих руках. Եվ տեսնում են, թե ինչպես է ամբողջ ուժը, իշխանությունը հակաքրիստոսը պահում իր ձեռքերի մեջ։ И очень легко им сказать, что папа Антихрист. Եվ իրենց համար շատ հեշտ է հետաբար ասել, որ Հռոմի Պապը հակաքրիստոսն է։ Но посмотрите, какой он могущественный, какой он сильный. Տեսեք, չէ՞ որ նա ինչ ուժեղ է, ինչ հզոր է։ Его руки везде. Իր ձեռքերը ամենուրեք հասնում են։ И это начинает своего рода истерику в народе. Եվ սա որոշակի առումով հիստերիկա է սկսում ժողովրդի մոտ, потому что они ожидают великий суд Божий. Որտեղ նրանք սպասում են Աստծո մեծ դատաստանին, они ожидают катаклизма. Նրանք ինչ-որ կատակլիզմի են։ И они ожидают войны. Եվ նրանք պատերազմների են սպասում։ Да, и многие эти люди готовы взять в руки оружие, чтобы защищаться. Եվ այդ մարդկանցից շատերը պատրաստ են անգամ իրենց ձեռքը զենք վերցնել, որպեսզի պաշտպանվեն։ И вот в этот период Мартин Лютер публикует ряд своих классических работ. Եվ այդ ժամանակաշրջանում Մարտին Լյութերը սկսում է թողարկել մի շարք իր դասական աշխատանքները։ Да, первая проповедь о благих делах. Առաջինը դա բարի գործերի վերաբերյալ քարոզներ։ Да, трактат «Папство в Риме». Աշխատություն, այսպես է կոչվում այդ աշխատությունը, պապականությունը Հռոմում։ Трактат называется, который «Вавилонское пленение». Աշխատություն, որը անվանվում է Բաբելոնյան գերություն։ И трактат о свободе христианина. Եվ աշխատություն քրիստոնյայի ազատության մասին։ В Вавилонском пленении он уже вводит под вопрос таинство церкви. Եվ Բաբելոնյան գերության իր աշխատության մեջ նա արդեն հարցականի տակ է դնում եկեղեցու խորհուրդները։ Да, в католичестве 7 таинств у церкви.
Կաթոլիկության մեջ կա 7 եկեղեցական խորհուրդ, А в Писании можно найти только два: хлебопреломления и крещение. իսկ Սուրբ գրքի մեջ կարելի է միայն երկուսը գտնել՝ հացի կտրելն ու ջրի մկրտությունը։ Да, и Мартин Лютер, он видит несоответствие между Писанием и традицией, и он открыто начинает критиковать и ставить под вопрос 5 таинств из 7. Եվ Մարտին Լյութերը կարծում է Աստվածաշունչը, քանի որ այնտեղ չի գնում դրանք, նա արդեն սկսում է բացահայտորեն իր քննադատությունը այդ տրակտատի աշխատության մեջ եւ հարցականի տակ է դնում այդ 7 խորհուրդներից 5-ը։ Когда он пишет о свободе христианина, он понимает, что закон не имеет силы над христианином. Երբ որ նա գրում է քրիստոնեի ազատության մասին իր աշխատությունը, նա հասկանում է, որ օրենքը քրիստոնեի վրա չունի իշխանություն։ И, естественно, имеется в виду закон Моисея в Ветхом Завете. Այսինքն նկատի ունեցվում բնականաբար 5 տականեն մովսեսական օրենքը։ Но он понимает, что христиане в католичестве живут под законом Папы. Բայց նա հասկանում է, որ կաթոլիկության մեջ քրիստոնյաները ապրում են Հռոմի Պապի օրենքների տակ, Что они спасаются как бы делами. որ նրանք փրկվում են այսպես ասած գործերով։ И что закон Папы заменил закон Моисея. Եվ որ Պապի օրենքը փոխարինել է մովսեսական օրենքին։ И что это вредит душам христианским. Եվ որ այդ ամենը վնասում է քրիստոնեական հոգիներին։ И что христианин истинно свободен от закона Моисея и от закона Папы. Եվ որ ճշմարիտ քրիստոնեն ազատ է թե մովսեսական օրենքից, թե պապական օրենքից։ И христианин должен жить благодарный Богу за спасение. Քրիստոնյան պետք է ապրի իր կյանքը շնորհակալ լինելով երախտագիտության մեջ, պետք է ապրի առ Աստված փրկության համար, но не должен жить для того, чтобы заслужить спасение. բայց չպետք է ապրի որ արժանանա փրկության։ Что христианин самый свободный человек в мире. Եվ որ քրիստոնյան աշխարհում ամենաազատ մարդն է, Потому что он свободный на благо, он может делать все, что он захочет. որովհետև նա ի բարին է ազատ, նա կարող է անել այն ինչ ուզում է։ И что Бог хочет таких отношений с Богом и такой свободной любви. Եվ որ Աստված իր հետ ուզում է այդպիսի հարաբերություններ եւ այդպիսի ազատ սեր է ուզում։ Потому что Бог не принуждает людей себя любить, не заставляет их. Որովհետև Աստված չի ստիպում մարդկանց, որ իրեն սիրեն։ И не грозится им адом: если вы не будете меня любить, то я вас отправлю в ад. Եվ չի սպառնում դժոխքով ասելով, եթե դուք ինձ չսիրեք, ես ձեզ դժոխք կուղարկեմ։ Пока Лютер пишет эти работы, Միշտ որ Լյութերը կգրեր այս աշխատանքները, он продолжает читать лекции в Виттенберге. շարունակում է կարդալ իր դասախոսությունները Վիտենբերգում։ И свое богословие новое, которое он формулирует, он передает студентам. Которое он формулирует, Он передает студентам. Եվ այն ասացաբանությունը, որը ձևավորում է, սկսում է այնտեղ դասախոսությունների միջոցով փոխանցել աշակերտներին։ Да, и он сам в этом растет, и когда он преподает, это еще больше укореняет его. Այսինքն ինքն էլ է դեռ այդ ամեն ինչի մեջ աճում, բայց քանի որ դասավանդում է, այդ դասավանդելն էլ օգնում է իրեն ամրապնդվել։ Да. И в этот период у него есть серия лекций по Галатам и Псалмам. Եվ այս ժամանակահատվածում նա ունի դասախոսությունների շարք գաղատացիների եւ սաղմոսների վերաբերյալ։ Его мучают сомнения, и он задается одним вопросом: Лютер, ты один или прав? Եվ իրեն կասկածանքն է տանջում ու ինքը հարց է տալիս Լյութեր, դու միայն դու ես ճիշտ։ Вот этот вопрос, Лютер, ты один или прав, этот вопрос с дебатов. Եվ այդ հարցը Լյութեր, մենակ դու ես ճիշտ։ Это вопрос, который ему задал доктор Эк. Դա մի հարց է, որ գալիս է բանավեճից եւ այն բանավեճից եւ նա դոկտոր Էկի հետ էր բանավեճում։ Նա էր իրեն այդ հարցադրումը արել։ 1500 лет традиции церкви, и оказывается, что они все неправы, а вот Лютер, ты вот сейчас стал прав. Այսինքն 1500 տարի եկեղեցական ավանդույթ ու ստացվում է որ նա ճիշտ է, միայն դու ես ճիշտ,
И Лютер не уверен. Լյութերը վստահ չի։ Он углубляется в Писание в поисках ответов на свои сомнения. Նա խորանում է Սուրբ Գրքի մեջ, որպեսզի պատասխաններ ստանա իր կասկածները փարատելու համար։ Это много часов размышлений. Դա շատ ժամերի խորում է, մտածում է, պահանջում, Он делает заметки նա նշումներ է անում для преподавания и потом идет к своему другу Маллингтону сверять. դասավանդելու համար։ Եվ հետո գնում է իր ընկերոջ մոտ, Մելանքտոնի մոտ, որպեսզի ստուգեն միասին։ И он спрашивает его, правильно ли я понимаю. Եվ նա հարցնում է Մելանքտոնին, ես ճիշտ եմ հասկանում։ Да. У нас с того времени есть несколько заметок Лютера, которые очень интересные. Մենք Լյութերի այդ ժամանակաշրջանից մի քանի նշումներ ունենք, որոնք շատ հետաքրքիր են։ Да, это буквально парочку параграфов, мы их вместе прочитаем, потому что они важны. Դա պարասորեն մի քանի պարագրաֆ է, պետք է մենք կարդանք միասին, որովհետեւ շատ կարևոր են։ Они показывают состояние души Лютера. Նա ցույց են տալիս Լյութերի հոգեվիճակը, И они еще показывают момент его спасения. եւ ցույց են տալիս իր փրկության պահը։ Они показывают момент, когда он осознал Божью благодать. Եվ ցույց են տալիս այն պահը, երբ նա հասկանում է Աստծո շնորհքը։ Мгм. И это как раз-таки произошло в этот период дебатов. Եվ դա հենց այդ բանավեճերի ընթացքում է ժամանակաշրջանում է տեղի ունեցել։ То есть до этого времени он был католиком, но он не был верующим человеком. Այսինքն մինչ այդ պահը նա կաթոլիկ էր, բայց հավատացյալ չէր։ Он не знал Бога как Отца. Он не знал Бога как Отца. նա Աստծուն չէր ճանաչում որպես հայր։ Да, он был религиозным деятелем, и он был религиозным человеком. Նա կրոնական գործիչ էր եւ կրոնական մարդ հավասարը։ Но давайте прочитаем, что произошло. Բայց եկեք կարդանք, թե ինչ տեղի ունեցավ։ Да, он говорит, я с трудом пытался понять слова Павла в послании к римлянам. Ասում է, ես ջանք էի գործադրում, որպեսզի հասկանայի Պողոս առաքյալի խոսքերը հռոմեացիների նամակում։ И ничего меня так не останавливало, как одна фраза «Божья справедливость». Եվ ոչ մի բան ինձ այդպես չէր անհանգստացնում, ինչպես մի այդ արտահայտություն աստվածային արդարությունը։ Да, на греческом это «дикайос». Հունարեն դա դիկայոս բառն է։ Да, «дикайосуне», то есть это праведность Божья. Այսինքն դիկայոսուն է Աստծո արդարությունը։ Да, он продолжает, потому что я считал, что это относится к справедливости. Եվ նա շարունակում է ասելով, ես մտածում էի, որ դա արդարությանն է վերաբերվում։ Когда Господь справедлив и справедливо поступает, наказывая несправедливых. Այսինքն այն է, որ ես մտածում եմ այն է, որ երբ Աստված արդար է եւ արդարաբար դատապարտում է նրանց, ովքեր որ անարդար են վարվել։ Моя же ситуация оказалась такая, что хотя я был безукоризненным монахом, Իմ իրավիճակը այնպես էր, որ չնայած դրան, որ ես անմեղադրելի վանական էի, я стоял перед Богом как грешник с расстроенной совестью. ես կանգնած էի միևնույն է Աստծո առաջ որպես մեղավոր, հուսահատ խղճմտանքով։ И без всякой уверенности, что мои достижения удовлетворят его. Եվ առանց որևիցե վստահության, որ իմ չունեի վստահություն, որ իմ արժանինքները կարող են իրեն բավարարել։ Поэтому я не любил справедливого и гневного Бога, но скорее ненавидел его и негодовал на него. Եվ ավելի շուտ ես չէի սիրում այդ արդար Աստծուն, ես ատում էի իրեն։ Да, заметьте две вещи. Երկու բան нկատեք։ Он говорит, как это тяжело ему дается. Առաջինը նա խոսում է այն баны մասին, թե ինչ դժվար է իրեն դատերվում։ Это страдание всей его жизни. Սա իր ամբողջ կյանքի տանջանքն է։ То есть его проблема в том, что он ненавидит Бога. Այսինքն իր խնդիրն այն է, որ ինքը ատում է Աստծուն։ Он считает, что Бог очень суровый. Նա թվում է, թե Աստված խիստ է։
Դաժան է ասած։ И откуда у него это появилось в голове? Как он это так решил? Իսկ որտեղից իր գլխում այդ մտքերը ոնց ինքը դա որոշեց։ Он получил это от католичества, эта система его так научила. Նա դա ժառանգել է կաթոլիկությունից, սիստեմներ, համակարգներ իրեն այդպես սովորեցրել։ Он продолжает. Я злился на Бога. Եվ նա շարունակում է. Ես բարկացած եմ Աստծո վրա։ Мало того, что несчастные грешники навечно утрачены в первородном грехе, Եվ ինչի համար որտեղ քիչ է որ խեղ մեղավորները տեղից էլ ադամական մեղքով արդեն մահացած են, давится всеми возможными наказаниями за нарушение заповедей. մի բան էլ Աստված տարբեր միջոցներով ճնշում է գործում նրանց վրա օրենքի միջոցով։ Бог еще добавляет боль к боли Евангелием и угрозой в Евангелии, осуждением его праведностью и гневом. Եվ հերիք չի այդ ամեն ինչը մի բան էլ Աստված ավետարանն է ավելացնում այդ ամենին եւ այդ մարդկանց սպառնում է դատապարտություն, արդարություն եւ վերջում Աստծո բարկությունը։ Так я бушевал со злобной, трепещущей совестью. Եվ ես այսպես խղճմտանքով սարսափած ապրում էի։ Тем не менее, и к счастью, я увидел, что Павел тут объясняет. Չնայած դրան ես ի ուրախությունից տեսնում էի, որ Պողոս այստեղ բացատրում է И очень хотел понять, что он имел в виду. եւ ուզում էի շատ էի ուզում հասկանալ, թե երբ որ նա բացատրում է, ինչի նկատի ունի։ День и ночь я томился. Օր ու գիշեր ես տանջվում էի։ Пока я не увидел связь между Божьей справедливостью и утверждением праведник верою жив будет. Մինչև ես օր ու գիշեր տանջվում էի, մինչև որ չտեսա կապը այն բնդման մեջ, որ մինչև չտեսա կապը Աստծո արդարության եւ այն բնդման, որ արդարը հավատքով կապրի, այս երկուսի մեջ։ Тогда я осознал, что Божья справедливость – это та праведность, которой Бог оправдывает нас через веру по своей благодати и милости. Եվ այդ արդարացնում է հավատքով, իր շնորհքով եւ իր ողորմության միջոցով։ В тот миг я почувствовал, как я возродился и вошел через открытые двери в рай. Եվ այդ պահին ես հասկացա եւ այդ պահին ես զգացի, որ ես վերածնվեցի եւ մտա բաց դռներով դեպի դրախտ։ Все Писание обрело новый смысл. Ամբողջ գրությունը, Սուրբ Գիրքը նոր իմաստ ստացավ։ Теперь оно стало для меня невообразимо сладко. Все Писание стало сладким в большей любви. Եվ արդեն այս պահից, երբ որ վերաիմաստավորվեց Աստվածաշունչը, խոսքերը դարձան քաղցր լի սիրով։ Эта цитата Павла стала для меня вратами в рай. Եվ այս Պողոսի մեջ բերումը դարձավ իմ համար դրախտի դարպասներ։ Сейчас ему где-то около 35 лет. Եվ այս պահին ինքը մոտ 35 տարեկան է։ Человек прожил половину жизни. Մարդը իր կյանքի կեսն արդեն ապրել է։ У него 2 степени бакалавра, 1 магистра и 1 докторская. Երկու բակալավրի աստիճան ունի, մի մագիստրի աստիճան ունի, մի էլ դոկտորական աստիճան ունի։ И он понимает Евангелие, когда он другим его объясняет. Եվ նա հասկանում է ավետարանն այն ժամանակ, երբ որ ուրիշներին է բացատրում։ То есть, как говорится, так хорошо проповедовал, что сам покаялся. Եվ այսպես ասած, այնքան լավ քարոզեց, որ ինքը ապաշխարեց։ Да. Заметьте фразу «день и ночь я томился». Նկատեք, որ ասում է օր ու գիշեր ես тանջվում էի։ То есть это процесс богоискания занял
очень долгий срок. Այսինքն այս ընթացքը Աստծուն փնտրելու շատ երկար է տևել իր մոտ։ Да. И как только он это осознал, все поменялось. Его жизнь поменялась полностью. Եվ այն պահից, երբ որ նա դա հասկացավ, իր կյանքը ամբողջապես փոխվեց։ А теперь он понимает, что Бог его любит. Եվ արդեն նա հասկանում է, որ Աստված իրեն սիրում է։ А теперь он понимает, что Евангелие спасает. Արդեն նա հասկանում է, որ ավետարանը փրկում է, Что Евангелие дает христианину свободу. որ ավետարանը տալիս է քրիստոնեին ազատություն։ И оно дает христианину уверенность. Եվ այն քրիստոնեին տալիս է վստահություն։ И он уже вооружен такой силой божественной, которой до того у него не было. Եվ արդեն այնպիսի Աստվածային ուժով է զինված, որ մինչև այդ նա չէր ունեցել։ И с этой силой он едет к императору. Եվ այդ ուժով նա գնում է կայսրի մոտ։ Хорошо, сейчас я просто сделал небольшую паузу. Есть какие-либо вопросы по поводу его покаяния? Այս բանը ես մի փոքր դադար կվերցնեմ, կան ինչ որ հարցեր իր ապաշխարության հետ կապված։ Հարցեր չէ, բայց հետաքրքիր է։ Լյութերը, այսպես ասած, այդքան տիտղոսներ ուներ։ Ու այս կետ ընթացքում իրական դարձ չի ունեցել էլի ինքը։ Շատ հետաքրքիր էր։ Брат говорит, что интересно то, что у Лютера столько время было, столько титулов, но у него не было настоящего покаяния. Да. Մտածում էի մի բանի մասին եմ, մտածում հիմա ուզում հասկանամ մտքերս ոնց ձևակերպեմ։ Այսինքն իր պայքարը միջև այս դարձ այսքը ոնց կարող ենք հասկանանք, դասախոսը ոնց է մեկնաբանում։ Եթե իր դարձ չուներ ինքը, այսինքն այդ ինչ ներքին մղումներ կար, որ այդ մղում էր իրան այդ պայքարի համար։ Այսինքն կարող եմ բացատրեմ։ Հա, ես հասկացա քեզ դրի։ Այսինքն, հա, սենց ասած, եթե ավետանի էությունը չէր հասկացա, իր պայքարը ոնց որ դիտարկվում է այս պարագայում ոչ իշահ ավետարանի։ Հասկացա։ Գիտեմ կարեցա ես այ եղբայրը հասկացա։ Ես ասեմ։ Брат Дима, то есть, если мы считаем, что до сих пор у него не было покаяния, ну как можно тогда объяснить то действие, которое и намерение, которые были у него реформировать церковь? Что двигало им, если не рождение с небес? Да, внутреннее состояние, внутренняя боль. Ներքին ցավը, ներքին կարգավիճակը и обстоятельства. Եվ իրավիճակները. Да, то есть когда он повесил 95 тезисов, он не хотел ничего реформировать. Այսինքն երբ որ ինքը 95 թեզիսներն է կախում, նա չի ուզում ինչ-որ բան բարեկարգել։ Он в первую очередь хотел понять для себя. Առաջին հերթին ինքը իր համար ուզում էր հասկանալ։ И он хотел, чтобы ему объяснили его коллеги. Եվ ուզում էր, որ իր գոլեգաները, իր գործընկերներն բացատրեն։ Да, и это очень такой длительный и очень ступенчатый процесс. Եվ սա շատ երկար ու աստիճանական զարգացող process է։ Да, то есть он оказался просто в цепи обстоятельств, которые вынудили его очень внимательно пересматривать Писание. Այսինքն նա այդ իրավիճակների մեջով ուղղակի հերթով անցավ այն իրավիճակների, որոնք որ իրեն ուղղակի ստիպում էին աստիճանաբար ուսումնասիրել եւ բացահայտել Սուրբ Գիրքը։ То есть он вынужден в этом разбираться, потому что на дебатах его раздавят, если он не будет разбираться. Այսինքն ինքը փորձում է հասկանալ ու ամրապնդվել, որովհետեւ եթե այդպես չանի, ուղղակի բանավեճերի ժամանակ իրեն կճզմեն։ Да, и это хороший пример, когда мы говорим, что мы нашли Бога и осознаем, что это Бог нас искал. Եվ սա շատ մի լավ օրինակ է այն բանի, որ երբ մենք ասում ենք, մենք Աստծուն գտանք, հետո հասկանում ենք, որ Աստվածը իրականում որ մեզ փնտրել էր։ Бог его готовил на великие дела много-много лет. Աստված իրեն այս մեծ գործերը անելուն շատ տարիներ էր պատրաստում։ И он мучился в своей душе много-много лет.
Եվ իր հոգում տանջում շատ տարիներ։ Потому что Господь потом его будет использовать для того, чтобы свою волю творить в мире. Եվ Աստված պետք է հետո իրեն օգտագործի, որպեսզի իր կամքը անի աշխարհում։ Да, то есть мы восхищаемся такими людьми, как Лютер, Այսինքն մենք հիանում ենք այնպիսի մարդկանցով, ինչպիսին է Լյութերը, но на самом деле это не дела Лютера, это дела самого Бога. բայց իրականում դրանք Լյութերի գործերը չեն, դա հենց Աստծո գործերն են։ Да, вклад Лютера в этот процесс это просто немножко вера. Լյութերի ներդրումը այս ընթացքի մեջ ուղղակի մի փոքր հավատն էր, А все остальное сделал Бог. իսկ մնացածը արել էր Աստված։ Да, он просто был открытый к этому, готовый, подготовленный, и он поверил. Նա ուղղակի բաց էր այդ ամենին ընդունելու համար եւ պատրաստ էր եւ ուղղակի պատրաստական էր հավատալ։ Եսայ ջան, այս մերսի շատ հարցի համար, այսինքն կարանք սենց եզրակացություն անենք, որ միջև էս Լյութերի մոտիվները այդքան էլ անկեղծ չէին։ Ոնց որ ավետանի համար չէր, Աստծո խոսքի համար, լավ, սենց ձևակերպենք։ То есть до этого момента правда ли будет, если мы говорим, что, ну, если мы будем сказать, что Лютер это не сделал из-за Евангелия? Нет, он не делал это из Евангелия. Հա, այսինքն ինքը ավետանի համար չէր անում։ То есть мотивы неправильно были. Они были искренние, Ага. искренние мотивы. Անկեղծ էին շարժառիթները, Да, но он в первую очередь, он хотел для себя разобраться. Он хотел բայց понять сам. առաջինը ինքը հասկանար, իր համար էր բացահայտում։ Мгм. Да, но это поменяется, то есть так началось. Потом будет уже за Դա Евангелие. կփոխվի, այդպես սկսել է, բայց հետո տենց չի լինի։ Да. То есть когда он назовет папу антихристом, когда он скажет всем, папа антихрист, Այսինքն երբ որ կասի կհայտարարի Հռոմի պապին հակաքրիստոս, он понимает, что он на духовной войне. նա կհասկանա, որ նա հոգևոր պատերազմի մեջ է։ И он видит себя как свидетель в Откровении, как один из последних верующих. Եվ նա իրեն կտեսնի որպես վկա։ И он не ожидает, что у него что-то получится. Եվ նա չի սպասում, որ իր մոտ ինչ-որ բան կստացվի։ Да, потому что в Откровении сатана ведет войну против святых и побеждает. Եվ ինքը հայտնության վկաներից է իրեն պատկերացնում եւ հայտնության մեջ սատանան սրբերի դեմ պատերազմ է մղում եւ հաղթում է իրենց։ Դրա համար նա հույս չունի, որ ինքը կհաջողվի։ Да, то есть у Лютера нету ожидания, что реформация получится. Այսինքն Լյութերը չունի սպասում, որ ռեֆորմացիան կստացվի։ У него нету ожидания, что он останется в живых. Ինքը չունի էլ հույս, որ կենթանի կմնա անգամ։ Но он знает, что он должен быть верным, и он должен делать то, что делали свидетели Христа в Откровении. Բայց գիտի, որ պետք է անի այն, ինչ որ ճիշտ է եւ ինչ որ արել են հայտնության գրքի մեջ Քրիստոսի վկաները։ Да. И на самом деле уже в этот момент реформация уже вышла из его рук, она уже движется сама по себе. Եվ արդեն այս պահից արդեն բարեկարգությունը իր ձեռքից էլ է արդեն դուրս բրծել եւ արդեն ինքը իր ուղղությամբ է շարժվում, ինքը իրեն է շարժվում։ То есть он потом уже больше как участник, а не как лидер. Եվ հետո արդեն ոնց որ ինքը ուղղակի լինի որպես մասնակից, ոչ թե որպես առաջնորդ։ Он имеет влияние на других, Ազդեցություն ունի մնացածների վրա, но его почти никто не слушается на самом деле. բայց իրականում իրեն ոչ ոք չի лысում։ Да, у него получится найти общий язык с Кальвином. Не получится. 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 Նա կարողանա Կալվինի հետ ընդհանուր լեզու գտնել։ Да, с Кальвином они будут в очень хороших отношениях. Եվ Կալվինի հետ նրանք շատ լավ հարաբերությունների մեջ կլինեն։ А почти со всеми он будет ругаться остальными. Իսկ մնացածների հետ նա ուղղակի կսկսի բանավիճ է։ Да, Цвингли он назовет свиньей. Ցվինգլին կանվանի խոզ։ Да, и многих других, которые в чем-то с ним не согласны. Եվ շատ բաներ կանվանի են մարդկանց, ովքեր որ իր հետ համաձայն չեն։ Да, то есть это уже все выходит из-под контроля, он не может этим управлять. Այսինքն հետո իր ձեռքից արդեն այդ ամեն ինչը
դուրս է գալիս իր վերահսկությունից, նա չի կարող այդ ամենը վերահսկել։ Его личный вклад в реформацию теперь это готовить студентов. Նրա ներդրումը արդեն բարեկարգության մեջ այն է, որ նա անձնապես պատրաստի ուսանողների, Реформировать церкви, где он живет, это Виттенберг. Վիտենբերգում, որտեղ որ ապրում էր, այնտեղ բարեկարգություն անի, И производить медиаматериалы, чтобы другие могли реформировать. եւ մեդիանյութեր հրապարակի, որպեսզի մյուսներն էլ կարողանան բարեկարգել։ Да, это катехизис, богословие. Դա կատեխիզիսն է, աստվածաբանությունն է И песни, гимны. եւ երգերն են, հիմները քրիստոնեական։ Да, но он это делает не как лидер, не как президент реформации. Բայց նա այս ամենը չի անում որպես նախագահ, հա, առաջնորդ բարեկարգության։ Он это делает как один из участников в Германии. Նա անում է որպես մի մասնակիցներից մեկը Գերմանիայում։ Спасибо. Хорошо, и вот здесь ему нужно подготовиться к поездке в Вормс. Շատ լավ, եւ այստեղ արդեն ինքը պետք է պատրաստվի ճանապարհորդության դեպի Worms։ Он получает письмо от императора Карла V, личное письмо. Я, Карл V, приглашаю тебя, Мартина Лютера. Կարլոս 5-րդից անձնական նամակ է ստանում։ Ես Կարլոս 5-րդն եմ, կայսերն եմ, քեզ հրավիրում եմ։ И у него буквально 21 день остался до встречи. Եվ բառացիորեն իրեն մնացել է 21 օր հանդիպմանը։ У него появилось теперь правильное понимание благодати, что дает ему уверенность. Նա արդեն ճիշտ ընկալում ունի շնորհքի, որ իրեն վստահություն է տալիս։ Он более не питает никаких иллюзий касательно папы. Он уверен, что папа антихрист. Արդեն պապի հանդեպ ոչ մի հույսեր չունի, նա վստահ է, որ պապը հակաքրիստոսն է։ Да, он верит, что живет в последнее время. Եվ հավատում է, որ ապրում է վերջի ժամանակում։ Да, и помните, Иисус говорит, что когда вас будут тащить на судилище, не думайте заранее, что вы будете говорить. Հիշում եք, որ Հիսուս ասաց, երբ որ ձեզ դատարանները տանեն, մի մտածեք, թե ինչ պետք է խոսեք։ Но Дух Святой будет говорить через вас. Այլ Սուրբ Հոգին ձեր միջոցով կխոսի։ Поэтому он не готовится. Դրա համար էլ նա չի պատրաստվում։ Он не приходит с каким-то утверждением заранее заготовленным. Նա չի գալիս նախորոք հավաքած պնդմամբ։ Он прощается с женой и с друзьями, ожидая, что не вернется. Նա ցտեսություն ասում իր կնոջը, ընկերներին, որովհետև գիտի, որ չի վերադառնալու։ Он императору что-то скажет от Бога, он не знает еще что. Նա կայսերին կասի ինչ-որ բան Աստծուց, բայց չգիտի ինչ, И император его уничтожит. եւ ուղղակի դրանից հետո կայսերը իրեն կոչչացնի։ И он доверяет Богу, что Бог с ним будет на пути, даже если он погибнет. Եվ նա հավատում է, վստահում է Աստծուն, որ նա իր հետ կլինի իր մահվան ճանապարհին էլ։ Да. И он прибывает в Вормс на повозке. Նա повозки։ Да, лошадь с повозкой, да. Եվ նա կառքով ժամանում է Worms։ Да, на удивление выходит толпа из города и встречает его. Եվ ի զարմանս Լյութերի քաղաքից դուրս է галիս մի ամբողջ եւ դիմավորում է իրեն։ Большая толпа, 2000 людей. Մեծ ամբողջ իմաստն է խոսքի 2000-անոց։ Да, эти города не так густо населены. Եվ այդ քաղաքները այդքան էլ խիտ բնակեցված չեն։ То есть, когда собирается 2000 людей, это, наверное, самая большая аудитория, которую он видел. Այսինքն նշանակում է, որ երբ 2000 մարդ հավաքվեց, դա երևի թե ամենամեծ լսարանն էր, որ նա տեսել էր։ И они хлопают ему. Եվ իրեն ծափարում են։ Когда император въезжал в Вормс, его тоже встречали. Երբ որ կայսերն էր գնում Worms, իրեն նույնպես դիմավորեցին։ Но там было гораздо меньше людей. Բայց արդեն ավելի քիչ քանակի մարդկանցով։ Да, то есть император не мог не заметить разницу. Եվ այն աստիճան, որ կայսրը չէր կարող չտեսնել տարբերությունը։ И потом на следующий день начинается первый допрос. Եվ հաջորդ օրը սկսվում է առաջին հարցաքննությունը։
Он выходит в присутствие императора, и он до того момента его никогда не видел. Նա գալիս է կայսրի ներկայության մեջ եւ դրանից առաջ նա իրեն չի տեսել անձնապես։ На входе в зал стоит испанская охрана, Սրահի մուտքի մոտ կանգնած է իսպանական թիկնազորը и они тихо шепчут, когда он проходит мимо, в пламя, в пламя. եւ նրանք այսպես երբ որ Լյութերը նրանց միջով անցնում է իր ականջին այսպես շշնջում են հերկիզում Ему показывают его книги и задают только один вопрос: отрекаешься ли ты? նրան ցույց են տալիս իր գրքերը աշխատությունները եւ ընդհանրապես մի հարց են տալիս նա հետ կանգնում ես դու ես ասածներից Он ожидал, что так и будет, եւ նա սպասում էր որ այսպես էլ լինելու է потому что так поступили с Яном Гусом. որովհետեւ Յանուսի հետ էլ են այսպես վարվել То есть ему не дадут там проповедовать или что-то рассказать. այսինքն իրեն գիտեր որ չեն թողնելու քարոզեր կամ ինչ որ բան պատմեր Ему не дадут оправдаться. չեն թողնելու որ ինքը իրեն արդարացնի То есть вопрос простой, и ответ должен быть простой, да или нет. այսինքն հարցը པարզ էր պետք է որ պատասխանն էլ པարզ լիներ կամ հա կամ չէ И хотя он знал, что так и будет, он ничего не подготовил, он не знает, у него нет ответа. Եվ չնայած նրան որ նա гիտեր որ այսպես է լինելու ոչ մի չի պատրաստել նա չունի պատասխան И он просит императора, поворачивается к нему и просит: дайте мне один день подумать. Եվ նա դիմում է կայսրին ասելով ինձ մեկ օր տվեք մտածեմ И Карл V удивляет всех, отпуская его на один день. Եվ Կարլոս 5-րդը բոլորին զարմացնում է նրան մի օրով բաց թողնելով Да, и это его ответственность арестовать этого еретика. Դա իր պատասխանատվությունն է այս հերետիկոսին բռնելը И когда Лютер попросил отсрочки, он на самом деле сказал, что я не каюсь. Եվ երբ որ Լյութերը ասեց որ ինձ ժամանակ տվեք մտածեմ հետաձգեց դա նշանակում էր որ նա ասում է ես չեմ հետ կանգնի իմ գաղափարներից Обещания Карла Фридриху III, они неформальные. Իսկ Կարլոսի խոստումը Ֆրիդրիխին դրանք պետական մասշտաբով չէին То есть никакую бумагу не подписывал, он не обязан на самом деле. Թուղթ չէր ստորագրել ինքը պարտավոր չէր И императоры в таких ситуациях обычно не исполняют обещания. Եվ կայսրները սովորաբար այսպես իրավիճակներում չեն կատարում իրենց այդ խոստումները Но здесь, к удивлению всех, он Лютера отпускает на один день. Բայց այստեղ իզարմանս բոլորին Լյութերին նա մի օրով բաց է թողնում Второй допрос после перемены. Երկրորդ հարցաքննությունը Или подождите, у нас еще 10 минут, да? Դա Да, хорошо, давайте продолжим. եկեք շարունակենք լավ 10 րոպե Да, Лютер проводит ночь в молитве. Լյութերը մի գիշեր անցկացնում է աղոթքի մեջ И сцены повторяются. Եվ տեսանը կրկնվում է И ответ Лютера уже шокирует весь зал. Եվ արդեն Լյութերի պատասխանը ամբողջ սրահը ցնցում է Он шокирует зал наглостью. Օշակիրոյ զալ Наглостью. Նա իր այսպես խորամանկությամբ ցնցում է սրահը Да, то есть нужно понимать, что он не в присутствии академиков. Շատ կարևոր է հասկանալ, որ նա ակադեմիկոսների մեջ չի գտնվում այս պահին Он в присутствии принцев. Կարևոր է հասկանալ, որ նա այստեղ արքայազների մեջ է գտնվում Это не доктора богословия. Իրենք աստվածաբանության դոկտորներ չեն Это как бы люди бизнеса, это люди, которым богословие вторично не особо интересно. Իրենք բիզնեսի մարդ են, գործարար մարդիկ են եւ իրենց համար աստվածաբանությունը երկրորդական է Да. И второй шок, что он отвечает на немецком. Եվ երկրորդ թվում այն էր, որ նա գերմաներեն է պատասխանում То есть официальный язык империи вот этих должен быть латинский. Եվ այսպիսի գործերի ժամանակ պետք է խոսվեր կայսրության լեզվով, որը պաշտոնապես լատիներենն էր
Да, и когда он отвечает на немецком, то это касается людей, которые присутствуют. Եվ երբ որ նա գերմաներեն է պատասխանում, նա դանում է այն մարդկանց համար, ովքեր ներկա էին։ Они остаются под глубоким впечатлением от его слов, Նրանք խորը տպավորությունների մեջ են гտնվում իր բառերից, и запоминают эту сцену навсегда. եւ այդ տեսարանը ընդմիշտ հիշում են։ И Лютер говорит такой параграф. Եվ Լյութերը այսպիսի մի բան է ասում. Если я не буду переубежден свидетельством Писаний или простой логикой, Եթե դուք ինձ չկարողանաք հակառակը համոզել կամ սուրբ գրքով կամ բանականությամբ, ибо я не доверяю исключительно ни папе, ни соборам, որովհետև ես չեմ վստահում բացարձակապես ոչ պապին, ոչ ժողովներին, поскольку широко известно, как часто они ошибались и противоречили друг другу. քանի որ հայտնի է շատ լայն տարածում ունի այս տեղեկությունը, որ նրանք շատ անգամ սխալվել են եւ մեկը մյուսին անգամ հակասել են։ Я связан учением Писаний, которые я цитировал, и моя совесть порабощена Слову Божьему. Դրա համար ես կապված եմ սուրբ գրքով, որի համարները, որ ես մեջ բերումներից մեջ օգտագործել եմ, եւ իմ խղճմտանքը կապված է Աստծո խոսքով։ Я не могу и не буду отрекаться ни от чего, Ես ոչ կարող եմ, ոչ էլ ուզում եմ ոչ մի բանից հետ կանգնել, поскольку небезопасно и вредно идти против совести. որովհետև անվտանգ չի եւ վնասակար է գնալ խղճին դեմ։ Господь да поможет мне, Թող որ Աստված ինձ օգնի, на этом стою. ես կանգնում եմ սրա вրա, Аминь. ամեն։ Вот эта фраза «на этом стою», Այս արտահայտությունը ես կանգնած եմ սրա վրա, ее нету в официальных заметках той встречи. այս հատվածը չկա պաշտոնական նշումների մեջ իր խոսքի։ То есть там был секретарь, и секретарь записывал все, что говорили. Այսինքն այնտեղ կար քարտուղար եւ նա գրեր առնում այն ինչ որ խոսում էին։ И вот этой фразы «на этом стою» Եվ այս արտահայտությունը չկար նշումների մեջ։ Да, и историки объясняют, они говорят, что, может быть, люди просто добавили по ошибке. Եվ պատմաբանները ուղղակի դա այսպես են բացատրում, որ հետագայում մարդիկ ուղղակի սխալմամբ ավելացրել են։ Да, что они плохо запомнили. Կամ որ օրինակ լավ չեն հիշել։ На самом деле в таком количестве свидетелей тяжело плохо запомнить. Իրականում վկաների այդքան բազմության պարագայում դժվար է վատ հիշել։ Скорее всего, что произошло, что у секретаря открылся рот. Ամենայն հավանականությամբ ինչ է տեղի ունեցել, ուղղակի գրողի բերանը բաց է մնացել։ И он перестал писать, Եվ գրի առնողը դրա համար էլ դադարել է գրել։ потому что он не мог поверить своим ушам. Այսինքն նա չէր կարողանում իր ակաշներին հավատալ։ Это монах против императора. Սա ուղղակի մի վանական է, որը դուրս եկել ընդդեմ կայսերի։ Без извинений, без всяких вежливых вступлений. Առանց ներողություն խնդրելու, առանց քաղաքավարի ներածություն տալու И в присутствии всех принцев говорит ему: нет, я не буду каяться. եւ բոլոր արքայազների ներկայությամբ ասում է ոչ, ես հետ չեմ կանգնի։ Вот этот параграф — это реформация. Եվ հենց այս հատվածը սա հենց բարեկարգությունն է։ И мы здесь после перемены вернемся к вопросу, который я уже задавал несколько раз. Почему это движение реформаторское? Եվ ընդմիջումից հետո մենք կվերադառնանք այն հարցին, որը ես մի քանի անգամ արդեն տվել եմ, ինչու համար է շարժումը կոչվում բարեկարգի։ После перемены я послушаю ваши мысли. Ընդմիջումից հետո ես ձեր կարծիքները կլսեմ։ Да, просто подумайте и
почему другие движения, они были протореформаторские, а это уже реформаторское. Ուղղակի մտածեք, թե ինչի համար էին սրան նախորդող շարժումները նախաբարեկարգյալ համարվում, իսկ սա բարեկարգյալ շարժում։ И здесь просто реформация церкви, уже идет реформация общества. Եվ այստեղ ուղղակի ոչ միայն եկեղեցու բարեկարգություն, այլ հասարակության։ Это рождение современности, это рождение современной демократии, современного мира, который мы знаем, в котором мы живем сегодня. Սա ժամանակակիցի արդիականի ծնունդն է դեմոկրատիայի հասարակարգի մի խոսքով են աշխարհի, որ հիմա մենք սովոր ենք տեսնել դրա ծնունդն էր։ Да, и, скорее всего, я думаю, правильно считать, что эти слова у Лютера были от самого Бога, что он действительно по Духу Святому говорил, как ему должно было говорить. Եվ ես հավատում եմ, որ իրականում այո, հենց այս խոսքերը Աստծուց էին Լյութերին տրված եւ նա այստեղ խոսում էր Սուրբ Հոգու ազդեցությամբ, որ այն ինչ որ խոսում էր։ Потому что слова подобраны очень интересным образом, и они подобраны очень четко. Որովհետև խոսքերը, բառերը ընտրված են շատ հետաքրքիր կերպով, տեղադրված են հետաքրքիր կերպով եւ շատ հստակ են հնչում։ Այսինքն դասախոսը Եսայի ջան հավատում է, որ Լյութերը ոնց մտածել է Քրիստոսի հետ ասածին, երբ որ ձեզ կկանգնեցնեն դատարանների առջև կամ թագավորների, հա դուք մի անհանգստացեք, թե ինչ կխոսակ, դասախոսը մտածում է, որ Լյութերը կյանքում այդ տեղի է ունեցել, Լյութերը հավատացել է դրան, ճիշտ հասկացա։ Որ հավատացել է, հա, այսինքն հարցը տենա, որ ինքը ասում է, որ տենց հա եղե թե չէ։ Հա, դասախոսը հավատում է դրան։ Ага, то есть То есть вы верите, что эти слова Иисуса, которые Лютер прочитал, и думал, что он находится в этом ситуации, вы думаете, что это в его жизни все-таки правильно было? Да. То есть исполнилось эти слова? Да, они исполнились, и более того, что он выразил то, что церкви надо было услышать, то, что обществу надо было услышать. Այսինքն ինքը նաև դրանով արտահայտեցեն ինչ որ պետք էր եկեղեցին լսեր, հասարակությունը լսեր։ Спасибо. Да, пожалуйста, хорошо, продолжим через 20 минут. Да.